Աղջիկներս գոմից նոր ենք տուն գալիս, այսօր ամբողջ օրը կարելի ասել գոմի կողմից չենք էլ գնացել, այսինքն ոչ թե ես չեմ գնացել, ես ուսում դեղ եղել 12-ին եկավ ասավ, որ խոսը ուզումած եմ դա բերել, հա, գնային կողմ բանես չի կարելի, անցած վլոգում ասեցի, որ ծնում է, այդ օրը չծնեց երեխեք ջան, ամեն ինչ էսպես տեղավորեցինք լույս բան, բայց այդ օրը չունեցավ, սկեսուրս գնաց գոմի կողմ, մեկ արդեն ծայքին ունեցել է, հիմա եկան մի հատ սուրճ խմենք ու նորից գնանք, ընթացքում էլի երկու հատ ունեցավ, երեխեք հետ քնած են, կանում մենակ ես սկեսուրս են, բարև Սուսան տատիկ, Բարևձեզ հիմա էլ սուրճ ենք խմում ու գնանք Մածուն ենք մերում, սուրճ ենք Հա, խմում մածուն ենք մերում, մածունը մերում ենք թթվասերով և 25% թթվասերով շատ համոբալում 3-1-ում վայելում ենք Մածունն էլ մեր ենք նոր դուրս կանք Երեխեք ջան, ինչ յուղոտ կաթա Լավ սերոտա չէ, լավ յուղային է Ընդամենը մեկ կովից ենք հոգտվում Մածունն էլ մեր ենք չմնա ու վազենք այնտեղ Նորից վազենք կոմ Միամից լավ է, մեզ համար նստած սուրճը վայելինք Երեխեքին քնացրինք Որոշեցինք դուրս գալ Լավ էլ գնացի, լվասկը որ չտանեի Կոմի կողմ չէ էլ գնա Զմայրային կնցնեմ, լվասկը Փռեմ Լավ, կային մի հատ էլ թեքվեմ Հա, իմ միջայլուց Մեր պամիդոր բիբարների կլուխները ուտում են Ինչն են ուտում չգիտենք Կդրում են Կռիսներն է Հա, անցյալ տարի կռիսը մոռացար որ ուտում էր Ուտում է, պամիդորն է, բիբորն է Հա, շիտիլները տնկը դրած Օրագան մի հատ շիտիլի կլուխ Ինչ մի հատ, մի քանի հատ ուտում էին Ուտում են Եկեք սաղ չենք երեխեք չեն Դանը մենք ենք Երկուսով երեխաների դեպ Համեցեք Ասես կանֆետ է Նայ խնձորի Հա, ինչ պատա Էդին մետ բեդեն Դեր է գենարը Արսենս դեր քնած է Այսօր չավելացա բանո Ինչի? Կաղը գերանի չի կա Հստում եմ մեր գուճաշիկ կդալ Մերան Արդեն ամարը մի քիչ կատը գոլ ես անելի Շատ տապ չլնի Թետև ենք ծասկելու Մերանը կատը թետև ենք ծասկելու Հա, լավ շոք է Եսի մեր երած մածունը Լա մի հատ գնատես կոզի մոտը կոջի չկա Հել գնատես մի հատ նոր վիկոջի կա ազես ու արի Կոջի տես չկա արի ձակ Տես ձակ հանես է թե չեն էլի թե չէ Կնաբալես նայ արի Մի հատ կպարա արի ազիս ջան Գնաստուգի գա Ունենա էլ ինքը հանգիստ ունեցել է, ես սենց դեռ խոս չէի տեսել, արդեն ես որ մայրնա ունենմա, նու ես 2 տարվա մեջ 10-րդ մայրնա Գուցե նրանց էլ ուշադրություն չտասնեինք, չիմանայինք հանգիստ ծներ Ինքը ես մեկ առանց ձենի է, Առանց ձենի է, հա ընդհանրապես ոչ մի ձեն չի հանում Սուսը Սուսը փուս ունենում, ես զարմացած Խելը գումայիր է Կրիշկա? Մի ռոբես տեղ նայեմ Հա, լավ, всё, կա Всё, էսի մեր մածունները Գնացին Ես է խալատինի Այս պիտի սրա մերանից մենք վերցնեինք Սրա մածունից Հա, այդ լավն է Հա, ինչ իմանամ եսի ոնց կմերվի Հարսս կերազանցել էր ընձ է Լավ մածուն էր եղե Բայց մերանը ես էի բռնել Բայց ասես ես եմ Մինա մերանա լծրը, հա Ինչ? Աղջիկներս խանթից նոր ենք տուն վերադարձել, գնացել ենք գնումներ կատարելու
Եվ երեխեք ջան, կարտոֆիլը այստեղ ունի շոկոլադի գին։ Մի հատ ասեք Աննա ջան, ինչ արժե, ես էլ ասեմ 130-140 ռուբլի է կարտոֆիլի կիլոգրամը։ Ամեն դեպքում լավ թանկացել են։ Ինչպես տեսակ, աղ ենք վերցրել, թեյ, թթվասեր, երիկներ եմ կատարել, ուղղակի հիմա այստեղ չեմ նկարահանում։ Հյութեր ենք վերցրել երեխաների համար, երիկը պետք է վաղը գնա Ստավրոպոլ, այսինքն գնալու են թանգարան, այնտեղից գնալու են մի խոսքով լավ ժամանակ են անցկացնելու իրենց դասարանով եւ ուտելիք վերցրեցի, այսինքն թեթև, հա, այդպես նրբաբլիթները, սոկա, մի խոսքով այն ամեն ինչը որ անհրաժեշտ է։ Ասեմ երեխեք ջան, կաղամն էլ շատ թանկ է, կիլոգրամը 63 ռուբլի է, մի հատ գրեք տեսնեմ ձեր մոտ ինչ արժե։ Ինչպես տեսական տեղ հավեր, կոնֆետների տեսականիներ, շաքարավազ, այս տեսակ յոգուրտներ եմ արդեն սկսել վերցնել, են փոքր բաժակով յոգուրտներից էլ չեմ օգտվում, կարելի ասել, միայն այս տեսակներն եմ վերցնում, ալյուրը, հնդկածավարը, մակարոնը, եթե մեր տանը այդ մի օր մակարոն չեղավ, իմ Արսենը սոված է մնում, ինքը ինչ ուտի-չուտի պետք է պարտադիր փլավի առանց փլավի իր համար այդ օրը օր չի։ Մակարոնով սուպ կարելի ասել չի էլ ուտում, եթե սուպի մեջ հատկապես լինում մասամիտ կամ մաղադանոց ընդհանրապես չի ուտում։ Աղջիկներս միանում եմ ձեզ դրսից, այս գեղեցիկ տեսարանից, տեսեք ինչ սիրուն է։ Ուր եմ գնում եմ դպրոց, կարելի ասել այս տարվա վերջի ծնողական ժողովն է։ Ժամը 3-ին պետք է դպրոցում լինեմ, ես 2-ից կես եմ դուրս գալիս, մի փոքր շուտ հասնեմ, որ ուշացած տեղ չհասնեմ, հա։ Տեսնենք ինչ կասի ուսուցչուհիների գիծես, գոհ է, դժգոհ է, նո գնահատական ես տեսնում եմ, որ գոհ է, բայց հիմնականում ուզում եմ իր պահվածքը ամեն ինչ իմանամ։ Մեր հարևան ուշադիր ինձ անեմ, թե ինչ եմ անում, նկարահանում եմ, ինչ եմ անում, ասես վախենալով է գործանում, կամերան պահած եմ գնում, բայց հիմնականը իմ վրա է, էլի կամերան ոչ թե իրանց կողմն անայում, այդպես երեխեք, այսօր ամբողջովին սևի մեջ եմ, սև տապշկեք, սև տաբատ, սև բլուզ, հիմնականում չգիտեմ ինչից է, ես սևը շատ եմ սիրում, ես մի թերոս հոգնեց հողամասից նոր եմ դուրս եկե, 5 կարտոֆիլ, 5 մարկ բուկ հավաքեցի ու արագ պատրաստվի, ասի շուտ գնամ չուշանամ, քանի եղանակները այսպես կայուն է, անձրև չի եկել, կարտոֆիլն ու լոբին վերջացնենք բուկ հավաքել է, որ նոր անցնենք մնացած գործերին։ Այստեղ երեխեք այնց լավ սիբեղ կար, հարևանները դեղ են լցրել, նայեք, այն մի թևն էլ երևում է ու ամբողջը վառել են։ Շուտ գնամ գամ այն 6 մարկն է հավաքեմ, կարող այլի անձրև կա հարցնեմ, ինչ խոտ կա, այս տարի ստեղ խոտի տարի է երեխեք ջան։ Անասունները լավ առաջ կգնան։ Երիկս այսպես գալիս է, բերում եմ մինչև այստեղ, այս տեղին նշանի մոտ, այստեղից ինքը մենակ է գնում դպրոցը, այնտեղ է դպրոցը, բայց դե կանգնում նայում եմ, սպասում եմ, հենց տեսնում եմ արդեն հասավ դպրոց, հետ եմ դառնում գնում եմ։ Աղջիկներս բարի առավոտ ձեզ, մենք առավոտ շուտ գնում ենք դպրոց, Երիկը գնում է Ստավրոպոլ իր դասարանցիների հետ, գնում են պարկ, այնտեղից ուր է գնալու։ Մուզեյ։ Ահա։ Մի խոսքով գնում են լավ ժամանակ անցկացնելու, պատրաստ գումար եմ տվել, որպեսզի խաղերից օգտվեմ։ Մի խոսքով հեռախոս եմ տվել ձեռքը, որ նկարներ նկարի։ Ահա։ Դա։ Հետաքրքիր բաներ տենաս բալես, կնկարես սիրում նկարներ։ Ինչը քեզ հետաքրքիր է, սիրում կնկարես մաման է տենա։
Դա պապանի հեռախոսը տվել է Էրիկի, որ Էրիկը նկարներ նկարի և տեսնենք ինչ կնկարի մեզ համար։ Այստեղ ահա որ քամի է, ինչպես տեսնում եք, եղանակը տաք է, բայց քամի է։ Մենք էլ հասանք դպրոց։ Դպրոցի ճամփան բոլոր արդեն վերջացնում ենք տարին։ Տարիներն անցան։ Ուրախ ես տղես։ Հա։ Գնացինք երեխեք ջան, ճանապարհը մոտ միանամ ձեզ։ Աղջիկներս նոր տեսակ ծաղիկները տուն տարա և էլի նորից բացվել են, հլա դուք միած ստեղ նայեք ինչ սիրուն է պիոնները, իսկ մենք արդեն պատրաստվել ենք, հավաքվում ենք, գնում ենք Աննայանց տուն, բարև ձեզ, Աննան մեզ շատ մոտիկ տուն ենք գնել, գնում ենք, մաքրենք, հավաքենք, երեկ ամբողջ օր այնտեղ ենք եղել, դա կարելի ասել իրիկունն ենք եկել, այդ են ժամը 4-ի կոմերը, իմ մոմայ գնում ենք մաքրություն անել երեխեք ջան, Ռուս տատիկի տուն է եղել, ահա որ կեղտոտ, արդեն գիտեք, գնում ենք գործ անելու, էս է անդու բռնի Մարիա ջան, անդեղ վայ սպասեք ձեռնոցները վեր ունեմ, որ ծաղկանոցը մաքրիկ, հլա Էլինային պայի չքշես, Իսի մեր սոպը չկան, ան ձեռնոց տուր էլի, հա ձեռնոց տուր էլի, ընդեղ մաքրենք ձեռնոցին կախան, ծաղկանոցի կախան մախանի, կաթը վերես կալ է Սոֆիայի, լինեք, գուտև ես կիս, մեր կատ է ձեռնոց վեկալ, Մարիա, ժուլվաս մտի տուն անցի շուշուտ, հա, ստեղ դեղը պչել եմ երեխեք չկա, մի գրամ խոտ չկա, ասմա 5 տարի չտի լինի լատենանք, ստեղ էլ բերեմ, ես քանտեղն էլ վարեմ, անցնենք գործ, դուրը պագի, չէ, ներսի դուրը արսեն, նենդան դուրը պագի արի բալես, շունը կմտնի սաղ կոշիկները կտանի, Էլինան ստեղ պարկածա, շատ շոք է, ուրեմն երեխեք ջան, այստեղ մեր տունը վերջանում է, իսկ այս թևի ամենասկիզբը Աննանք են սկսում, Աննանք սկսում են, մենք վերջացնում ենք, գնացինք, հա, ես կալյասկ եմ վերցի, որ Էլինան ընդեղ է քնի, շորերել եմ վեկալ է, հա, ես է չեմ վեկալ է պամպրց, երեխեք ջան մաքրություն ենք անում, հիմա սուրճ ենք խմում, մեր Աննանց կողքի հարևանուհին է եկել, բաբուշկայա, մի ժամախոսնում, սրուց ենք անում,
Հայկական կոֆե ենք հյուրասիրել։ Արագ խմեմ գնամ մերկին դպրոցից վերցնեմ գամ ու անցնենք գործի։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Սա բաբուշկի եղածն երեխեք չափ։ Սա խանել են, որպեսզի երեքշաբթի օրը աղբը գա եւ տանի։ Գործ ենք անում կպած։ Աղջիկներս եկատում, որպեսզի երկին վերցնեմ ու բարձրանանք վերև։ Հիմա երեկը դպրոցից եկավ, սուրճ վերցնեմ, որդիկներս սուրճ տանենք, այնտեղ սուրճ ենք տարել, հարևանուին եկալուց տեսակ։ Խմեցինք եւ չկարողացանք վայելել, արագ խմեցի ու եկանք։ Հիմա սուրճ վերցնեմ, արագ երեխեն փոխվի, հագուստը փոխվի ու գնանք վերև 3-4 տավա։ Հիմա էլ են մյուս հարևանուին կա, որ այնտեղ նոր ենք, իրանց հետաքրքիր է էլի։ Այդպես գալիս են ու գնում են։ Էրիկ։ Հա, ասես, հեսա հացը կեր վերջացնում գնանք։ Միակ так դիրեմ Что делает в доме? Մաքրում այնտեղ, հավաքում։ Можно я тоже? Ուզում ես օգնես։ Окнем. Հա։ Օգնես։ А можно с тряпкой все тут очистю? Вот, ну, вот так. Հայտը։ Мне тут все понравилось. Դուրը եկել է։ Да. Դա։ Եղեք ջան, կերանք խմինք, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մեր թազատանը։ Մեր թազատանը։ Հիմա Բայց շատ շոկ է, շատ հոգնանք, սուրճ ենք ուզում խմենք։ սուրճ խմենք, գնանք հմել են տանը։ Ավտոները որտեղ թեքը մագիրես քուտուն են գալի, չեն, այս զգացողությունը որ հայատ ավտո է գալի։ Այդ ավտոյա գալի։ Թագի բալես դուրը։ Այ Զոյանս մեր նգարեք ընձիքցեք, նգարեք Զոյայից։ Այս ամաք ենք հավաքել։ Չէ, հմիքից հետո մաքրած։ Երեխեք, այն կոմը լետնիկ ու կուխնյանը, ամառային խոհանոցը, նո ամառային է ձմեռային խոհանոցը այնտեղ է։ Կուխնյանը մի հատ լավ ճաշասենյակ է։ Հա, տունը աջելնի է, սենյակները աջելնի է, հյուրասենյակ տունը, տան մեջ չկա խոհանոց։ Այն ինչպես տեսնում եք, տան էս բեշերնա հանել ենք որպեսզի աղբալսնենք։ Ծաղկանոցը մաքրել ենք ամբողջովին։ Հլանդենայք։ Մենք ցողամասա երեխեք ջան, մեծները ամենակարևորը լուսավոր տունը, հանգիստ։ Շնչելով։ Բարև ձեզ։ Հաճա։ Մարոշնի եկել է։ Հա, հալիները պետք չի ուրշի տան։ Չես ուզում։ Բախես լացը։ Ըստե ծաղկանոց մաքրեցինք։ Լեշքան խոտա դուս եկել երեխեք։ Սոֆիա։ Սոֆիան չի թողում իր մաման գործանի։ Ստիպաս տատիկը գրկել է, որ մաման կոֆե էփի, կոֆե խմենք ստեղ ծաղկանոցը։ Չես ուզում։ Լուսամուտների տակ սիրում եմ ես որ ծաղիկներ ալինում։ Ես այսքանը մաքրեցինք։ Դեռ շարունակվում է մաքրությունը։ Ապարատ ունենք, որպեսզի հնձենք, բայց որ հնձենք արմատները կմնա։ Ուզում ենք այսպես քոքահան անենք։ Այն կոմեր երեխեք ջան ամեն ինչ կա, շատ մեծ հողամաս է, բերքու բարիքով, հարուստ։ Տները մեծ է։ Ուղղակի լավ աշխատել այստեղ պետք, որ մաքրես, հավաքես։ Ու այդպես վարդերը։ Հիմա այսպես տեսեք, հետո որ տեղափոխվեն արդեն կգամ իրական տունը ցույց կտամ։ Դեռ ջուր չկա։ Երեխեք ջան, որ մեր հողամասի կոտենին նայեք։ Անեն ծնտիր ա ստացվել, ամբողջ արդեն հավաքել եմ, որովհետև մնում դախանում է։ Սամիտ դպրատում են և տեղափոխում ենք սարսափրցիկ։ Ահա, որպեսզի ամարգար ունաշուն ծներ ունենանք սամիտ։ Հաճան։ Պապան գալիս ա, բալիս։ Ինչ ես ուզում Էլինա ջան։ Պարշերի մեջ շատ լավ կգնա, մարինադների, խոսքով ճաշերի, միշտ քան կանաչի կունենանք։
Դեռելի կա հավաքելու սամիկ, մաս եմ հավաքում, երեք կեսն եմ հավաքել, այսօր մի մասն եմ հավաքում, սկեսուրս ասես նորից կցանեմ, մաղադանուս արդեն ցանել է, տեսնենք կլինի թե ոչ, չորնի պերիցով ենք ես անգամ ցանել ձեր ասած, աղջիկներս շնորհակալ եմ ձեր խորհուրդների համար, այսօր Անաստանը շատ քիչ գործ ենք հասցրել արնել, մի քանի այսպես թեթև գործ ենք արել, վաղը երեկ էլ ենք շատ լավ գործ արել, պապան գալիս է, բալիս, համբերի 80-90 տարեկան տատիկ այդ մեզ տան մեջ ապրել ու բավականին գործ կանելու, դե բնականաբար տարիքով կին աղը չի կարողացել շարժվի, մաքրի, հավաքի, տունը լավ վիճակում է գտնվում, պետք ամբողջը մաքրենք։ Միջավայրից փախչելու, գաղտնուգործնական մտքերը մոռանալու համար հրավիրում ենք դրախտային ժողովի ուղղի կամպյուտերից մեկը Ստեփանավան Ալիա հյուրանոց, ստեղծելու գունեղ տրամադրությամբ եւ հաճելի մթնոլորտով թանկ տպավորություններ։ Շրջապատված գեղեցիկ բնությամբ ու հարուստ բուսականությամբ Ալիա հյուրանոցը յուրահատուկ մի արահետ է դեպի հանգստի տաք մթնոլորտի ու վառ զգացողությունների տնակ։ Այստեղ կարելի է գրավիչ վայելել հանգիստը գտնվելով բնության հենց սրտում եւ չկորցնելով հարմարավետության զգացումը։ Եվրոպական չափանիշներին համապատասխան Ալիա հյուրանոցում ակային բոլոր պայմանները լիարժեք վայելքի համար։ Հանրավետ սենյակները հագեցած անհրաժեշտ բոլոր պարագաներով մտածված են այնպես, որ յուրաքանչյուր բնակչի մոտ տան տպավորություն ստեղծվի։ Իսկ անձնակազմի հյուրընկալ չափազանց բարեհամբույր ջերմ վերաբերմունքի շնորհիվ հյուրանոցը դառնում է հարազատ մի վայր, ուր վերադառնալը միշտ հաճելի է։ Համանների պատշգամբներից, որտեղ կարելի է մեծագույն հաճույքով վայելել մեկ գավաթ սուրճը, բացվում է Ստեփանավանյան գունաբնակը, որը բացի հեռվից վայելելուց կարելի է նաև այցելել, քանի որ հյուրանոցի կողմից կազմակերպվում են խմբային էքսկուրսիաներ դեպի լոռու տեսարժան վայրերը։ Հաճելի ժամանցի հրաշալի միջոցներից մեկն էլ արևից պաշտպանված գեղեցիկ լողավազանն է եւ շոգեբաղնիկը, իսկ հաթափվելու եւ թարմանալու լավագույն հնարավորությամբ։ Հայկական եւ եվրոպական խոհանոցի համեղագույն ուտեստները, որոնցում առանձնահատուկ տեղ է տրվում սեփական ֆերմաներից ստացվող էկոսննդին, դհիացնեն թարմությամբ, բազմազանությամբ եւ տնական համով։ Իսկ երեկոյան մեկ գավաթ դուրս շուրջ Ալիայում միահյուսվում են ջերմձրություններն ու հիասքանչ տրամադրությունը։ Հյուրանոցի բակում սլացի գեղամիների շվաշի ներքո հաճախ են կազմակերպվում բացօթյա խնջույքներ։ Ուրախ երկնպարը համեմվում են դորվա բարձ ու մաքուր մթնոլորտով։ Եղեմիներից եկող հաճելի բուրմունքը տաք մթնոլորտը էսթետիկ տեսարանները համադրված հարմարավետ համաներով, համեղ ու որակյալ սննդով ստեղծում են բնությանը մոտ լինելու եւ հարմարավետության իրական ներդաշնակություն։ Համերգները կարող եք կատարել նաև սոցհատակի շրջանակներում։ Ալիա հյուրանոցը հիանալի ընտրություն է, ինչպես ընտանեկան, այնպես էլ գործնական ու անկերական հանգստի համար։ Այս առանձնահատուկ տաք անկյունում միշտ սիրով եւ մեծ ուրախությամբ պատրաստ է հյուրընկալել յուրաքանչյուր այցելուի։